ուղղակի նորմալ չէ, այսքան մարդու անգործ թողեն, 30 տարուց ավել մարդիկ ստեղ տեղ են դրել, աշխատում են ու այսօր բոլորը թողենք մի կողմ, բոլորի մոտ հացի խնդիր է։ Այո, թող վերանորոգենք, մենք բոլորս էլ կողմ ենք, բայց վերանորոգելուց հետո գոնե այս մարդիկ իրաց տեղերը ու արդյոք արժի 3-4 բրենդի համար այսքան 100,000-ավոր ժողովրդի թողել անգործ։ Տեղեկատվություն ունեք այդ բրենդները, ինչ բրենդներ են, ում են պատկանել։ Տեղյակ չեն պահում, ուղղակի ասում են վերանորոգելուց հետո սաղ լինելու է բրենդներ։ Եթե դուք կարող եք բրենդ բացել, եկեք, այսքան ժողովուրդ ինչ պիտի անի, այսինքն իրանք ամեն ինչ անում են, որ փոքր բիզնեսը փակվի։ Շարունակ մարդիկ այստեղ իմացել են, որ տոնավաճառ է գործում, եկել են իրենց հարմար գներով, այսինքն ըստ իրենց այստեղից մարդիկ պետք է գան ու բրենդային հագուստներ գնեն։ Եկեք մի հատ ուրիշ հարց էլ ասենք, մեր ժողովուրդը այսօր, որ օգտվում է այստեղից, մեր ռայոնի ժողովուրդն է։ Ու արդյոք այդ ժողովրդին համապատասխան է լինելու բրենդային հագուստների գներ, իհարկե ոչ։ 10 տարուց ավել ստեղ աշխատում եմ ու գալիս է հիմնականում այնպիսի մասա, որ գումարի խնդիր ունի։ Շատ հարմար գներ է, որ կարող է ժողովուրդը կարողանա օգտվել։ Մաչելի գներ է տոնավաճառումը, բոլորն էլ գիտեն դրա համար գալիս են ստեղ։ Բրենդային ստեղծելու համար առաջին հերթին թող ժողովրդին աջակցեն։ Նոր հետո սկսեն, թող վերանորոգեն, վերադարձնեն մեզ, գոնե տենց։ Իսկ իրանց տված տեղերը հնարավոր չի աշխատել ուղղակի։ Վաճառը ինչքան է կազմել այս տարիների ընթացքում, օրինակ ձեր առևտրով դուք կարողացել եք եւ վարձավճարը վճարել եւ բավականացնի ձեր ապրուստի համար։ Դե այն որ ասում չենք եսի մի ձև ապրել, բայց շնորհակալ ենք եղել, ապրել ենք, բայց այսօր որ ընդհանրապես այս բոլորին հանում են ու ասում են գնացեք, դա նորմալ չի։ Գոնե պիտի տեղով ապահովեն մարդկանց, նորմալ տեղով։ Մի տարի ժամանակ հատան կամ վերանորոգեն, էլի եմ ասում, կաջակցենք, թող վերանորոգեն, բարելավեն, վերադարձնեն մեզ։ Դուք էլ եք դեմ Երևան տոնավաճառ տեղափոխվելուն այնտեղ։ Երևան տոնավաճառում ոչ բոլորին են տեղ տալի, այնտեղ շատ քիչ տեղեր է, ու տեղերն էլ նորմալ տեղեր չի։ Այնտեղ դու չես կարող բիզնես, այսինքն ստեղ թողես ամեն ինչ, ու այնտեղ զրոյից սկսել, դա չի կարելի, էլի, մի քիչ ժամանակ։ 30 տարի հաճախորդ ենք սովորացրել, որ մեր հաճախորդները դառնան, մենք դրանով ապրենք։ Հիմա չգիտեմ, Երևան տոնավաճառում մենք չենք կարող այդ հաճախորդին տանենք ընդեղ, ասենք, գիտեք ինչ, պետքա գաք ընդեղ։ Տաղավար կա այստեղ գործող։ Չեմ կարա ասեմ, շատ է, չեմ կարա ասեմ։ Ժողովուրդը։ Այդքան վարձակալներ չեն տեղավորվի Երևան տոնավաճառ։ Երևան տոնավաճառ Չեն տեղավորվի, իհարկե չեն տեղավորվի, հետո տեղերն էլ տեղ չի։ Երրորդ, չորրորդ հարկ ոչ մի հաճախորդ չի բար։ գնաս այնտեղ վերցնես, դու չես կարող դրանով քո հացի խնդիրը լուծես։ Նախ պետք է հաճախորդ հավաքես, իսկ դրա համար տարիներ է պետք։ Իսկ մենք ստեղ տարիներ ենք դրել, որ հավաքենք այդ հաճախորդներին։ 10 տարի։ Դեստեղ եկել ենք մենք զարգացել Խաչատուր Սուքիոսյանի բիզնեսը։ Անես չի, որ սա Իրանը չի, սա էլ է Իրանը։ Ուղղակի 30 տարուց ավել ինքը մեզանով վարձատրվել է։ Այս ինչ որ ունի, էդից տեղի աշխատողների շնորհիվ։ Կանանցն է եկել, քանի տարի, 30 տարուց ավելի, թե տղամարդիկ, թե կանայք ստեղ աշխատեն։ Ճիշտ են ասում, իրանք հիմա կարող են նորից զրոյից սկսել։ Իհարկե ոչ։ Այսօր լիքը մարդիկ բանկերով, վարկերով ստեղ ապրանք են բերել, որ իրանց հացի խնդիրը լուծել։ Ու ժամանակ չտալ մի ամսվա համար ամեն ինչը թողել գնալ, դա նորմալ չի։